Քրիստոնյաները միայն Հիսուսին հավատալով չի, որ դառնում են դառան քրիստոնյա։ Սակայն Հիսուսին հավատալով դա նշանցող չի, որ տեղեկտենքով էլ անելիք չունես։ Հիսուսին հավատալուց հետո է սկսվում անելիքը։ Իսկ եթե այն քրիստոնյան, որ պարապ ամնում, պարապ ատողում իրեն եւ անելիք չունի քրիստոնեական իր կյանքով, նա համարձակ հավատը չի կարողանում դավանել։ Նրա մոտ համոթի զգացում կա։ Քրիստոս ասում է, եթե դու ամաչես այս գող եւ շնացող ազգից ավետարանելու ինձ, ես էլ կամաչեմ քո մասին հոր մոտ հրեշտակների մոտ բարձրանալու քո համար եւ քո ինչի վրա բարձրանա, որ դու հետ քաշվող ես, որ դու ամաչկոտ ես, որ դու համարձակից չես դավանում։ Ասում է Պետրոս, մի վախեցի, Պետրոսի վրա դեր, մեղավոր մարդը գնա ինձանից։ Ասես դու եթե այսքան ցուկոր բռնեցիր, քո շնորհով չբռնեցիր նախ, որովհետեւ ես էի քո հետ։ Հիմա Պետրոս երբ որ տեսավ երկնուղից ասես դեր, գնա ինձանից, ես մեղավոր մարդ եմ։ Իսկական ինձ պետք է Պետրոս ջան, այսեցն ես ուզում քեզ։ Ես չեմ ուզում որ դու ասիր, տեսա ինչքան ցուկ բռնեցինք, հեսա տես հենել եք աշխարհ, ինչքան մեղավոր կա, բերել եք ապաշխարության ու հնազանդեցնել եք Տիրոջը, ինչքան կրապաշներ կա բոլորին ավետարանելու եք։ Անկամ Պետրոսի անկարողության մեջ նա տեսավ Տիրոջ ձեռքը եւ ասաց հենց ինձ էլ քո նմանը պետք էր, որ տենալով իր անկարողությունը, ամբողջ գիշեր չարչարվեց, բայց մի հատիկ, մի պոչ ցուկ չբռնեց, սակայն հիմա լավակը լցրեց, ում շնորհիվ Տիրոջ շնորհիվ որ աչք ցցան։ Տիրոջ խոսքով գցեց։ Եվ ասում էր Տեր, լավ էլի ես այսքան չկա, մարդ կա չէ քրիստոնյակացնու, Տեր, դու օրինակ եղել ես, ես շատ եմ ասել, հա, Տեր, ես այդքան խոնարհ չեմ, ինչքան որ այս եղբայրն է, այն եղբայրն է, եկել իրանց հետ աշխատան, իրանք եկան այդ հալած, դուլած քո համար են, իրանք ավելի խոնարհ են, գնա իրանք օգտագործի, թող իրանք այդ փոթող կտերեն, այդ կուզածը լավ կան, ես վարիպում եմ, չէ ասում, դու ինձ այդ ես պետք, վայ աստված, սակայն ասում եմ, բայց Տեր ջան, որ դու գնացիր, բայց ասում եմ վայելելու, ախր առանց քեզ էլ չի լինի, Եկան քաղցրես, եկան արուշ ես, ես առանց չես ո՞նց եմ ապրելու։ Հալա, ապարտ եմ, մեղավոր եմ, վրիպով եմ, վերջը, սայթակով եմ, էդ եմ, բայց հետի ես եմ։ Բայց այսքան վիճակից մեջ եթե ուեր չնես, այլ ապրելը կար կոպեկ արժի, յանիխ եմ ապրոր։ Այս կյանքը, դու ես ներիմ, Աստծո ներկայությունը քաղցրես, անուշ ես, շարվատ ես, շակար ես, նավատ ես, մեղր ես, մեղրախորիս ես, ինչ ասեմ, սորոս քեզ ես մի վարկը չեմ կարող ապրել։ Սա բանցի ու ես ուղարկում սրա եղբայրների մոտ։ Ուղղակի ուզում ասեմ, ես այսքան չկամ էլի որ ինձ օգտագործում ես։ Ամենայն դեպս նա ինձ դա էլ պետք է։ Ինձ քո նման է պետք է որ քո նմանին վրի փողին, քո նման սայթակողին, քո նմանի դարձնեմ, այն ինչ որ ես եմ ուզում։ Պատրաստ ինձ պետք չի։ Սակայն Նաթածքը որ ձևավորվում է, ասում հաճելի է, երբ որ քեզ կրթում է։ Երբ որ բազում անգամներ անգամ ես ինձանից հոգնում եմ, ասում Տեր, լավ ես չամպերություն ունես դու։ Ես ինձանից հոգնա, դու ինձանից չհոգնար։ Չկա հանգիստ տղա ջան։ Մենք գործ ենք անելու։ Բայց լայվ ով է մտնելու եւ ավետարանելու։ Ու միջոցով ես պետք է խոսեմ։ Դու ես ինքն այն, մյուսն է։ Դու միջոց ես։ Դու անոթ ես, դու բաժակ ես, դու չգիտեմ, վերջը ինչ որ իրես որի միջոցով աստված օգտագործում է։ Դու խոսող բերան ես ամենավերջը։ Որին աստված օգտագործում, որի միջոցով աստված է խոսում։ Եվ ամենայն ինչ որ ուզում է։ Հասկանում եք։